Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքում հարցազրույց է եւ այսօր իմ հյուրն է քաղաքական մեկնաբան, քաղաքագետ, լրագրող եւ իմ լավ բարեկամ Դավիթ Ստեփանյանը։ Ողջույն պարոն Ստեփանյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ առաջին եւ հուսով եմ ոչ վերջին հարցազրույցն է Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքում։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Այսօրվա մեր խոսակցությունը կլինի Հայաստանի դիրքավորման մասին, հա, ընթացիկ քաղաքական պահի գնահատականը հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի օգնականի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, այնտեղ հնչած հայտարարությունները, որտեղ Հայաստանի հետ կապված ըստ էության մենք նորություն չենք տեսնում։ Բաքվի դիրքորոշումը նույնն է։ Նախ ստորագրել ենք դե ֆակտո խաղաղությունը, շատ լավ է, զարգացնում ենք եւ այլ, բայց սահմանադրությունը մինչեւ չփոխեք խաղաղության պայմանագիր չենք ստորագրի։ Եվ սա նաեւ ուղերձ է Թուրքիային, որ դու էլ ոնց որ աշկից շատ է շտապում, էլի եղբայր, արի մի քիչ դանդաղացրու, ոնց որ թե Գյումրի Կարս հատվածի, թուրքական հատվածի վերանորոգման աշխատանքների մեկնարկը մի քիչ մտահոգել եւ լարել էր Բաքվին եւ Հաջոևը համարեց, որ նման ուղերձ պետք է հղել Թուրքիային հենց իրենց լրատվամիջոցներով։ Բայց մենք տեսնում ենք, որ հասցեատերը նաեւ Հայաստանը ոնց որ եւս մեկ անգամ սենց բզբզում են ամեն անգամ ոնց որ թե սնունդ են տալիս այստեղի այդ 5-րդ Շարասյանը, 6-րդ պալատին եւ Մոսկովսկի ցիրկին, որ այդ թեման լավ դնեն սկսեն ծամծմել, դրան էլ գումարվում է իհարկե այդ առևտրային պատերազմը, որը Մոսկվան սանձազերծել է իր հիբրիդային պատերազմի շրջանակներում։ Ահա այս դետալներից բաղկացած է եւ ոչ միայն այս, բայց հիմնականում այս դետալներից այն համայնապատկերը, որը բացվում է մեր առաջ եւ պարոն Ստեփանյան, ինչպիսին է այն ձեզ երևում, համեցեք։ Նախ Ռուբեն ջան, դու տվեք շնորհավորել ձեզ ալիքի բացման կապակցությամբ, ես առաջի անգամ ինչպես նշեցիք, ես հուսով եմ եւ ես վստահ եմ, որ դուք պատվավոր այդ ծանր ճանապարհը անցնելու եք եւ ձեր այս ալիքը միայն եւ միայն կներեք արտահայտության համար բարգավաճման ճանապարհով է գնալու։ Տեսեք, եկեք հասկանանք ինչ է կատարվում, հա? Առաջին հերթին հասկանանք Ադրբեջանի դիրքորոշման պատճառները։ Երկար ժամանակ մեզ ինչ էին ասում եւ շարունակում են ասել, այդ թվում նաեւ ներքաղաքական դիսկուրսի շրջանակներում, ասում են Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանից դեռահագին բան ունի ստանալու։ Նրանք ձգտում են ստանալ Սյունիքի մարզը, ձգտում են ստանալ անկլավները, ձգտում են ոչնչացնել Միջանցքը հայոց պետականություն, այսինքն իրենք խաղաղության պայմանագիր չեն ստորագրում այդ պատճառով։ Ես վստահ եմ, որ դա այդպես չէ։ Գոնե այս պահի դրությամբ, որովհետև իրավիճակը ստատիկ չէ, իրավիճակը անընդհատ փոփոխվում է։ Ինչ է տեղի ունեցել վերջին մի քանի տարվա ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների տրանսֆորմացիայի շրջանակներում։ 23 թվականից հետո, երբ հայաթափվեց Արցախը, երբ Արցախում հայեր չմնացին, Ադրբեջանը իր պլան մաքսիմումը փաստացի դե ֆակտո կատարեց։ Եվ նրանից հետո ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության, որը վերջապես ընկավ ճիշտ հունի մեջ, մենք ունեցանք օգոստոսի 8-ը Վաշինգտոնում։ Շուտով մի տարին կլռանը, այո, այդ պահից պայմանական այդ պահից սկսած Ադրբեջանը իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխեց։ Ինչպես փոխեց եւ ինչու փոխեց։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանը այս պահին շահագրգռված է, որ Հայաստանը նորից կներեք արտահայտության համար դառնա բարգավաճող երկիր։ Ադրբեջանը շարունակում է կիրառել Հայաստանի նկատմամբ զսպման քաղաքականություն։ Ուղղակի եթե առաջ այդ զսպումը իրականացվում էր ռազմական մեթոդներով, ես անվանում եմ դա սպանություններով սահմանի վրա։ Հիմա դա արվում է խաղաղության գործընթացի միջոցով։
Այսինքն, ես չեմ ասում մեր խաղաղության գործընթաց պետք չի։ Իհարկե պետք է, այլ ճանապարհ մենք չունենք։ Բայց Ադրբեջանը փորձում է, Ալիևյան ռեժիմը փորձում է այդ խաղաղության գործընթացի միջոցով ձգձգել, դանդաղեցնել գործընթացները, անել այնպես, որպեսզի հնարավորինս ուշ բացվի այդ ճանապարհները, անել այնպես, որպեսզի Հայաստանը հնարավորինս ուշ դեբլոկադայի ենթարկվի, անել այնպես, որ Հայաստանի հայ-թուրքական սահմանը հնարավորից ուշ բացվի։ Եվ դա արվում է խաղաղության այդ գործընթացի շրջանակներում եւ միջոցով։ Աջիևը հենց դա է ասում, ինքը ասում է. մենք ունենք խնդիր Հայաստանի սահմանադրության հետ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ մենք այդ սահմանադրությունը փոխենք, իրենք միանգամից կհիշեն, որ ունեն նաև այլ խնդիրներ Հայաստանի հետ։ Այդ սահմանադրության հարցը Ադրբեջանի համար առաջին հերթին դա միջոց է ձգձգել գործընթացը եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանի զարգացումը հիմա մենք ունենք մեր GDP-ն աճում է ոչ թե երկնիշ, հա, միանիշ թվերով, այդ դեպքում կարող է դառնալ երկնիշ։ Իսկ սա Ադրբեջանի համար ապագայում կատաստրոֆա է լինելու, հաշվի առնելով, որ իրենք գտնվում են խորը տնտեսական ռեցեսիայի մեջ այս բանը։ Իդեպ, Իրենք պարոն օգտագործում են դա այս նպատակով։ Իդեպ, ի շարունակություն ձեր թեզի ասեմ, որ այո, նաև վիճակագրությունն է ցույց տալիս եւ նաև որոշ փորձագետները նաև այդտեղ են եւս մեկ պատճառ տեսնում այն, որ Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում ըստ էության ստագնացիայի մեջ է տնտեսական։ Այնտեղ աճ չկա եւ Հայաստանի այս աճը Ադրբեջանի զրկում է երակի գերակայության դիրքերից եւ Բաքուն քանի ինքը նոր խթան չի ստացել տնտեսական զարգացման համար, չի ուզում որ դա ստանա Հայաստանը միայն ապաշրջափակման փաստով։ Ոնց եք դուք վերաբերվում այդ փաստարկին, համեցեք։ Դա շատ ճիշտ եք նկատում, իմ թեզի շարունակությունն է, որովհետև ապաշրջափակումը ինչ է նշանակում։ Հայ-թուրքական սահմանի բացումը, երկաթգծի բացումը, որը կկապի Հայաստանին այդ Թուրքիայի հետ, ռադիկալ իրավիճակ է փոփոխելու մեր տարածաշրջանում։ Առաջին հերթին աշխարհատնտեսական առումով։ Մենք շատ ենք խոսում, չէ, աշխարհաքաղաքականությունից, բայց դրա դեպքում աշխարհատնտեսությունն է ամենակարևորը։ Եթե մենք ստանում ենք հնարավորություն Թուրքիայի միջոցով շփվել արտաքին աշխարհի հետ, Եվրամիության երկրների հետ, արաբական աշխարհի հետ, իսկ մենք գիտենք, որ Իրանի տարածքով մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք այս առումով, այսինքն ներմուծում, արտահանում, նախ Ռուսաստանից է մեր կախվածությունը անգամներով նվազում, Երկրորդը մենք ստանում ենք հնարավորություններ դուրս գալ այն շուկաները, որոնք հիմա չեն կարող դուրս գալ, որովհետև օդային ճանապարհով ինքնաթիռով այդ ապրանքները տեղ հասցնելը բավականին թանկ է։ Մենք Թուրքիայի հետ ենք ստանում հնարավորություն շատ ավելի լավ առևտուր անել։ Իսկ թուրքական արևելյան շրջանները, հա, Կարսեիկ դիրը, մենք գիտենք այնտեղ ինչ վիճակում է տնտեսությունը եւ գիտենք, որ իրենք առաջին բենեֆիցիարներն են, որոնք ցանկանում են, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ Այդ մարդկանց էլեմենտար գալ եւ ստանալ բուժօգնություն Երևանում, որակյալ բուժօգնություն, շատ ավելի հեշտ է, քան նրանք գնան Անկարա կամ Ստամբուլ։ Շատ ավելի մոտ է, օրինակ։ Եվ ես վստահ եմ, որ այդ դեպքում ստեղ մեր երկրում դե մեր ժողովուրդը բավականին ճկուն է, չէ, բիզնեսը։ Նոր ոլորտներ են զարգանալու սահմանի բացումից հետո։ Այստեղ կան շատ մեծ հնարավորություններ։ Ադրբեջանը այդ ամենը շատ լավ գիտակցում է։ Դրա համար առաջ է բերել այդ չարչրկված սահմանադրության թեման, որը ընդհանրապես պատրվակ է, որպեսզի հնարավորինս ձգձգի այս գործընթացը։ Միգուցե նաև նրանք հույս ունեն, որ կարող է աշխարհաքաղաքական մակարդակով գլոբալ քաղաքականությունում լինեն այնպիսի փոփոխություններ, որոնք արդեն թույլ կտան իրենց վերադառնալ իրենց հին երկին, ռազմական երկին։ Բայց ցանկացած դեպքում խաղաղության գործընթացը մեզ համար Հայաստանի համար անայլ ընտրանք է, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ուղղակի պետք է փորձենք հնարավորինս արագացնել Բաքվի գործընկերներին, որովհետև ինչ-ինչ ժամանակը շատ թանկ է եւ միգուցե նաեւ իրենք էլ հասկանան, որ իրենք էլ են օգտվելու այդ ամեն ինչ վերջերոք։ Եվ չպետք է պահեն իրենց, հա, ինչպես շունը, որը նստած է խոտի վրա, ինքը չի ուտում եւ ուրիշին չի տալիս։ Տեսեք, պարոն Ստեփանյան, այն ամենը, ինչ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք, մենք խոսում ենք երկու
այսպես օբյեկտիվ համատեքստերում։ Մեկը դա իհարկե այն ճգնաժամն է, որը կա միջպետական հարաբերություններում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Դա ոնց որ արդեն գիտեն բոլորը եւ հանգուցալուծումների սոցիալական պահանջ կա։ Այս կողմ կամ այն կողմ, հա։ Եվ իհարկե ոմանք էլ նաև այն կողմ լուծումների կողմնակից են, ինչը մենք պարլամենտում լսում ենք, կարմիր թելով անցնում է բոլոր այդ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների ճառերում։ Երկրորդը, որ էլի որպես երկրորդ համատեքստ, դա Միացյալ Նահանգների մի նոր ակտիվացման փուլն է Հայաստանի հետ համագործակցության մեջ, դա առաջինը այն է, որ 3+ հիմնադրամի այդ դրամագլուխը ըստ էության կրկնապատկվեց, $201 միլիոն դարձավ $402 միլիոն, իսկ դա ազդակ է ամերիկյան կորպորացիաներին։ Եվ IT ոլորտի կորպորացիաները արդեն իսկ գետնի վրա պրոյեկտներ են իրականացնում, իսկ մեկի բացումն էլ արդեն կլինի առաջիկայում։ Եվ նաև արդեն այցը ուշադրիր նայեք պաշտոնին, հա, Միացյալ Նահանգների խաղաղապահ առաքելությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ խորհրդական, ուրեմն Ariel Lightstone-ի այցն է Հայաստան եւ հանդիպումները, որոնք այսօր տեղի ունեցան, մինչեւ մեր հանդիպումը արտգործնախարարությունում եւ կառավարությունում համապատասխանաբար Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ եւ այդ հանդիպումներին էլ մասնակցում էր նաեւ արդեն հայտնի դարձած Կոնստանտին Սակալովը։ Սա ոնց որ երկրորդ շերտն է համատեքստի։ Այստեղ ինչ դիտարկումներ եւ գնահատականներ ունեք համեցեք։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունների մասով այն որ կա ճգնաժամ, դա վաղուց է հայտնի։ Հայտնի չէ թե որոնք են այդ ճգնաժամի իրական պատճառները շատերի համար։ Ես կարծում եմ մենք այստեղ անելիքներ եւ ասելիքներ դեռ ունենք, չնայած այդ ասելիքը կա, ինչու՞մ է։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ դա լոլիկը չէ։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ դա Հայաստանի եվրոինտեգրացիան չէ, ինչպես շատերն են փորձում ցույց տալ։ Ես նաև կարծիք եմ լսում նաև իշխանությունից, որ թե այդ օրենքը, որը մենք ընդունեցինք, որտեղ մենք էլ գործում մասնակցություն ենք ունեցել պարոն Մեհրաբյան ձեզ հետ, այդ օրենքն է հանգարում Ռուսաստանին։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ գնահատականները եւ Երևանից են հնչում, եւ Մոսկվայից են հնչում։ Այսինքն, եթե այդ օրենքը չլիներ, որևէ խնդիր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ չէր լինի, դա սուտ է, կատարյալ սուտ։ Եվ մեկ պատճառը, որը այսօր մտահոգում է Ռուսաստանին եւ ստիպում է Հայաստանի նկատմամբ վարվել այսպիսի անբարյացակամ, հա, այսպիսի դաշնակցային հարաբերություններին հարվածել, այդ հին դաշնակցային հարաբերություններին հարվածել, դա այն տարածաշրջանային նախագծերն են, որոնք այս պահին իրականանում են Հարավային Կովկասում։ Դա ամերիկյան ներկայությունն է։ Դա խաղաղությունն է մեր տարածաշրջանում, որը չի բխում Ռուսաստանի շահերից։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այդ ամենը վերել է մի իրավիճակի, երբ կոնցեսիոն պայմանագիրը մազից է կախված այս պահին։ Երկաթուղը։ Իրենք շատ լավ հասկանում են, որ նոր ատոմակայանը, որը պետք է կառուցվի, չի կառուցվելու Ռոսատոմի միջոցով։ Այս սա է ամենակարևոր խնդիրը, որ Ռուսաստանը դնում է իր այս ոչ բարեկամական քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց մնացածը այդ Եվրոմիություն, օրենք, լոլիկ եւ այլն, դա ընդհանրապես լիրիկա է, հա, ինչպես են ռուսներն են ասում, разговор в пользу бедных, աղքատների համար խոսակցություն։ Սա է խնդիրը։ Սա ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած խնդիրների, որը բերել է այս ճգնաժամին։ Ինչը վերաբերվում է Ամերիկային, դուք էլ նշեցիք, հա, որ ամերիկացի պարոնը, որը քննարկումներ է վարում մեր արտգործնախարարի հետ, հա, խաղաղության, ոնց ասացիք, իր պաշտոնը խաղաղապահ առաքելությունների հարցերով
հատուկ ներկայացուցիչի խորհրդականն է։ Շատ լավ։ Սա ոչ միայն սիմվոլիկա է, Այո։ սա 100%-ով արտացոլում է այն տրամաբանությունը, որը ընկած է ամերիկյան քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում այս պահին։ Ինչու եմ ես դա ասում։ Մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն հենց այնպես չէ, որ ուզում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինի խաղաղություն։ Ես չեմ կարծում, որ պարոն Դոնալդ Թրամփը կամ Պետդեպը կամ ամերիկյան քաղաքական գործիչները, որոնք հարավային Կովկասը դիտարկում են որպես մեծ մերձավոր արևելքի մաս, պացիֆիստներ են կամ իրենց համար դա սկզբունքային է, որ լինի խաղաղություն այս տարածքում։ Ոչ։ Կամ բարեգործներ են։ Կամ բարեգործներ են, որ գումարներ ծախսեն, որ Ադրբեջանը մեզ չկոտորի, չսպանի, եւ այստեղ խաղաղության գործընթաց։ Ոչ։ Այս տարածաշրջանը անհրաժեշտ է վերաբացել աշխարհի համար։ Վերաբացել ամերիկյան վերահսկողության ներքո, որպես կոմունիկացիոն մեծ նախագիծ։ Տասնյակ տարիներով այս տարածաշրջանը փակ է եղել, ռուսական քաղաքականության շնորհիվ եւ միջոցով, փականը երկուսն են եղել, լավ երեքը։ Մեկը Լեռնային Ղարաբաղյան կոնֆլիկտներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, երկրորդը Հարավային Օսիան եւ Աբխազիան։ Իրենք տարածաշրջանը բաժանել են գծերի, փորձել են փակել։ Վրաստանի դեպքում դա 100%-ով չի հաջողվել, որովհետեւ Հեյդար Ալիևին այն ժամանակ Շևարդնաձեին հաջողվել է գնալ այլ ճանապարհով եւ մասամբ այդ գիծը աշխատեց։ Բայց հարավային մասը Հայաստան-Ադրբեջան փակ է եղել։ Հիմա խաղաղությունը կարևոր է, որովհետեւ դա անհրաժեշտ պայման է, որպեսզի այս տարածաշրջանը աշխարհատնտեսական տեսանկյունից վերաբացվի։ Առանց խաղաղության սա հնարավոր չէ։ Դրա համար է այդ խաղաղապահ հարակելությունը, Եվրամիության խաղաղապահ հարակելությունը այդ թվում է, դա պատճառներից մեկն է։ Դրա համար են նրանք շահագրգռված, որ մեր միջև լինի խաղաղություն։ Դրա համար են նրանք աշխատում այդ ուղղությամբ։ Դրա համար տեղի ունեցավ օգոստոսի 8-ը։ Դա պահանջում է ամերիկյան եւ եվրոպական շահը։ Դա պահանջում է Հայաստանի Հանրապետության շահը, ինչը մեզ համար ամենակարևորն է։ Եվ դա իրոք պահանջում է նաեւ Ադրբեջանի շահը։ Ադրբեջանն էլ է շահագրգռված այդ ամենում։ Ես հասկանում եմ, որ իրենք ունեն որոշակի մտավախություններ եւ դա բացատրվում է իրենց իշխանության որոշակի հատկացումներով եւ նրբություններով, բայց այնուամենայնիվ Ադրբեջանի որպես պետություն ադրբեջանական ժողովրդի շահերից դա բխում է այդ խաղաղությունը եւ այդ աշխարհատնտեսական նախագծերը, որոնք պետք է բացեն այս չարաբաստիկ տարածաշրջանը աշխարհի համար, որպեսզի այն դառնա համագործակցության գոտի։ Այս սա է ընկած այդ խաղաղության հիմքում, որը ԱՄՆ-ն եւ Եվրոպան ուզում են վերջապես բերել մեր տարածաշրջան։ Եվ այստեղ մեր շահերը միանշանակ համընկնում են իրենց շահերի հետ։ Սա մեզ համար պետք է լինի առանցքային դրույթը։ Պարոն Ստեփանյան, եւս մի հարթություն կա այստեղ, իմ կարծիքով, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, կամ եթե գերագնահատում եմ դուք ձեր գնահատականը տվեք, դա Ադրբեջանի դիվանագիտական գերակտիվությունն է Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Նախորդին Ադրբեջանի նախագահն այցելեց Հրվեստան եւ ռազմավարական պայմանավորվածություններ ձեռք բերեց թե Հրվեստանի, որը ըստ էության Կենտրոնական Ասիայի թյուրքական պետություններից ամենաթույլն է, հա, եւ ամենահեռավորը։ Ըստ էության Ռուսաստանի ներքին ճգնաժամը միակ երկիրն է, որի վրա դա անդրադարձել է, դա Հրվեստանն է, հա, դա ես ասեմ խոցելիության աստիճանը լավ պատկերացնելու համար։ Եվ ահա Ալիևը գնում է Հրվեստան, այնտեղ նաև ոչ ֆորմալ հանդիպում է տեղի ունենում կենտրոնասիական հնգյակի հետ։ Եվ ահա այդ ֆոնին է, որ Հաջիևը այսպես ուժեղի դիրքերից Թուրքիայի հետ հորդորների լեզվով է խոսում։ Ինչ է անում Ադրբեջանը իր աշխարհագրական դիրքից ելնելով եւ կապիտալիզացնելով իր աշխարհագրական դիրքը, ըստ էության ոչ միայն իրեն, այլև մեր տարածաշրջանը այդ միջին միջանցքի տրամաբանության մեջ պրոյեկցում է դեպի Կենտրոնական Ասիա։ Հիմա այս ամենը մեզ նաև մեր եվրաինտեգրմանը եւ Վրաստանի եվրաինտեգրմանը, Եվրատլանտյան ինտեգրմանը տալիս է նաև աշխարհառազմավարական իմաստ, այսինքն մեր անելիքն է ըստ այդմ, մեր աշխարհագրական դիրքից ելնելով տարածաշրջանը պրոյեկցենք դեպի արևմուտք։
Եվ դրանով իսկ այո նաև ներտարածաշրջանային բալանս ապահովելով։ Ինչ դատողություններ ունեք սրա հետ կապված։ Ադրբեջանի քաղաքականությունը կենտրոնական Ասիայի ուղղությամբ միանշանակ ճիշտ եւ հաշվարկած քաղաքականություն։ Մենք պետք է հասկանանք, որ թրիպը եւ ընդհանուր առմամբ միջին միջանցքի գաղափարը առաջին հասցեատերը դա կենտրոնական Ասիան է։ Իհարկե։ Այդ տարածաշրջանի համար պայքար է գնում։ Ժամանակին այդտեղ կար 100%-անոց, նո չհաշված Թուրքմենստանը, մենաշնոր, դա ռուսական մենաշնոր էր։ Այդ մենաշնորը ամրապնդվել է ՀԱՊԿ-ով եւ ԵԱՏՄ-ով եւ հիմնականում ռուսական ազդեցության գոտի էր դա։ Միջև Չինաստանը չսկսեց ուժեղանալ։ Հիմա Չինաստանը այդտեղ առաջատար դիրքեր է գրավել, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ պահի եւ Եվրամիությունը եւս հասկացան, որ այդտեղ նրանք եւս անելիքներ ունեն կենտրոնական Ասիայում։ Ինչու՞մ է այդ միջին միջանցքի կարևորությունը։ Առաջին հերթին մենք բոլորս դա շատ լավ գիտենք, դա կենտրոնական Ասիան է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը փորձում են փոկել առաջին հերթին Չինաստանից եւ երկրորդ հերթին Ռուսաստանից։ Ռուսական դեռ որոշակի ազդեցություն այնտեղ կա։ Հարավային Կովկասի կարևորությունը առաջին հերթին որպես կոմունիկացիոն հանգույց, որպես հաբ, դրանում է եւ ուղղված է դեպի կենտրոնական Ասիան։ Ով իսկ Իլհամ Ալիևը դա շատ լավ է հասկանում։ Եվ ինքը հերթական անգամ փորձում է մեծացնել Ադրբեջանի դերը, սեփական դերը այդ գործընթացներում իր հատուկ հարաբերություններով Հրղստանի հետ օրինակ, Ղազախստանի, Ուզբեկստանի հետ եւ փորձում է դա եւս վաճառել որպես կապիտալիզացիա աշխարհակահաղական կապիտալ, օրինակ նույն ԱՄՆ-ին կամ Եվրոպայի հետ հարաբերություններում։ Ինքը անընդհատ փորձում է Ադրբեջանի դերը այդ կոմունիկացիոն նախագծերում առաջ բերել։ Ինչի էր Ալիևը ամեն ինչ անում, որպեսզի ունենա վերահսկողություն, ինչպես իրենք ասում են Զանգեզուրի միջանցքի վրա։ Այդ Զանգեզուրի միջանցք տերմինը որտեղից է նա հորինել։ Ինչու է հորինել։ Ինքը ուզում է ամբողջ աշխարհին ցույց տալ, ուզում էր ցույց տալ մինչև օգոստոսի 8-ը, որ դա ադրբեջանական միջանցք է, դա ադրբեջանական ճանապարհ է, որ հարավային Կովկասում ինքը ունի մենաշնոր, եւ եթե օրինակ Լոնդոնում, ԱՄՆ-ում կամ Պեկինում ցանկանում են այդ թեմայի շուրջ խոսել, նրանք ոչ թե Երևան պետք է գան, այլ պետք է գան Բաքու եւ խոսեն իր հետ, Իլհամ Ալիևի հետ։ Մենք տեսանք, որ դա չստացվեց ի շնորհիվ թրիպի, ի շնորհիվ օգոստոսի 8-ի։ Ես ի ուրախությամբ հերթական անգամ պետք է նշեմ, որ 22 թվականի աշնանը մեր ղեկավարությունը վերջապես հասկացավ, որ շարունակել այնպես, ինչպես նրանք վարում էին արտաքին քաղաքականությունը, չի կարելի։ Եվ սկսեց աշխատել ԱՄՆ-ի ուղղությամբ։ Հետևանքները մենք տեսանք արդյունքները։ Դրանով չեմ սիրում այդ բառը, բայց պետք է օգտագործել։ Փրկվեց Սյունիքի մարզը։ Դրանով փրկվեց։ Դա էր այդ փրկության գրավականը։ Հիմա Ալիևը դա տեսել է, հիմա փորձում է ադրբեջանական մասը աշխուժացնել։ Այդ կապիտալիզացիան փորձում է հիմա այդտեղ աշխուժացնել։ Ինչ ենք անում մենք այդ ուղղությամբ։ Ես չեմ լսել Հայաստանից այդպիսի հայտարարություններ։ Ես միշտ ասում եմ, որ տարածաշրջանում կա puzzle։ Այդ աշխարհատնտեսական կոմունիկացիոն նախագծերը պահանջում են puzzle։ Եթե մի մասնիկը չկա այդ puzzle-ի, չի ստացվում։ Կարևոր չի այդտեղ 400 կիլոմետր Ադրբեջանի տարածքը, իսկ Հայաստանին դա 40։ Հայաստանինը որ չեղա ոչ մի բան չի լինելու։ Հետևաբար մենք նույն հարթության վրա պետք է լինենք Ադրբեջանի հետ այս նախագծերում եւ մենք պետք է մեր շահերը առաջ տանենք։ Ես շատ ուրախ եմ, որ ժամանակին Տոկաևի այցը եղավ, վարչապետ Փաշինյանի այցը եղավ Ղազախստան, եւ որքանով ես հասկանում Ղազախստան նոր հրավեր կա։ Այո, Ղազախստանում այդ կարևորությունը գիտակցում եւ հասկանում եմ։ Սա առաջին кейսն է կարևորության կենտրոնական Ասիայի։ Կա նաեւ երկրորդ кейսը։ Դա Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն են։ Ես կարծում եմ, դա իմ անձնական վարկածն է եւ ես դա միշտ ասում եմ, որ Թրամփը փորձում է իր բանակցություններում Պեկինի հետ, Սի Ցզինպինի հետ նաեւ օգտագործել սա, այսինքն ինքը առաջարկում է, եթե դուք ուզում եք օգտվել այդ նախագծից, այդ մեծ մետաքսե ճանապարհը գոյություն ունի լավագույն դեպքում միայն չինական կաբինետներում, հա, իրենց ռազմավարություն մշակողների ուղերձներում եւ թղթի վրա։ Եթե դուք ուզում եք օգտվել այդ ճանապարհից, դուք պետք է պայմանավորվեք ինձ հետ, Թրամփի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ այդ դեպքում դուք կարող եք այդ ճանապարհից օգտվել մեր պայմաններով։
Այսինքն իթիվս այլ պայմանավորվածությունների Չինաստանի հետ, որը Թրամփը փորձում է կյանքի կոչել, ես կարծում եմ կա նաև այս ուղղությունը եւ նաև տասնյակ ուղղություններից մեկն է, պետք չի գերագնահատել, նաև նա փորձում է սա վաճառել Չինաստանին, եթե Չինաստանը պատրաստ լինի վճարել եւ ընդունել թիվ 1 խնդիրը, ամերիկյան հեգեմոնիան ամբողջ աշխարհում։ Պարոն Ստեփանյան, նաև այստեղ շատ կարևոր է Եվրոպայի դիրքավորումը։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների հետ մանավանդ Թրամփի պաշտոնավարման հենց սկզբից այդ ջրերը մի առումով չեն գնում եւ մեծ ջանքեր է պահանջվում, որպեսզի ներդաշնակեցվեն եվրոպական եւ ամերիկյան մոտեցումները տարբեր հարցերում եւ դա էլ փաստ չէ, որ ստացվում է, հա։ Էլ չեմ խոսում, Միացյալ Նահանգները կոնկրետ խնդիր ունեն հենց Եվրոպայում, ասենք Գրենլանդիայի խնդիրն է եւ այլն։ Տարաձայնությունները մենք տեսնում ենք Իսրայելի հետ կապված, տարաձայնությունները տեսնում ենք Իրանի հետ կապված, Ուկրաինայի հետ կապված եւ այլն։ Իհարկե, ջանքերի շնորհիվ ինչ որ բանաձև գտնում են, հավասարում գտնում են եւ վարում են գործերը, սпасելով ավելի լավ ժամանակների, այսպես ասենք, նաեւ տնային աշխատանք են կատարում։ Բայց ինչ վերաբերվում է Կենտրոնական Ասիային եւ Հարավային Կովկասին, մենք այստեղ տեսնում ենք լիակատար ներդաշնակություն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մոտեցումներում եւ նույնիսկ փոխլրացնող, այսպես մոտեցումներ, երբ ռազմավարական մոտեցումները ըստ էության նույնական են եւ նույն հունով են ընթանում։ Սա իմ գնահատականով լիովին դրական գործոն է Հայաստանի համար եւ համընթաց քամի։ Որպես ամփոփում կարճ համեցեք։ Ես համամիտ եմ, որ այստեղ կան շահերի նույնականացում Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ինչու, որովհետեւ ես նորից եմ ասում, այդ նախագծերը ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Դա Ռուսաստանի իզոլյացիայի մի մաս է, իսկ այս պահին Արևմուտքը փորձում է գնալ այդ ուղղությամբ եւ Հարավային Կովկասը բացառություն չէ, այսինքն շահերի համընկնումը գալիս է այստեղից։ Բայց նաեւ կան շահերի տարբերություն այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում։ Ես բազմից եմ այդ թեմայի շուրջ խոսել, հիմա էլ կասեմ, ես չեմ հավատում, որ կա կոլեկտիվ արևմուտք, հա, այդպիսի բան չկա, գոյություն չունի։ Ռուսներն են միշտ ասել, որ կա կոլեկտիվ արևմուտք եւ իրենք պայքարում են միակ Ռուսաստան ամբողջ արևմուտքի դեմ, ՆԱՏՕ-ի դեմ, որպեսզի բացատրեն իրենց անհաջողությունների պատճառը նույն Ուկրաինայում։ Կոլեկտիվ արևմուտք չկա։ Եվ նույն թրիպի մասով, օրինակ Եվրամիությունը, որքանով ես հասկանում եմ, ուզում է եւս մասնակցություն ունենալ։ Եվ այդ մասին վարչապետ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցին ուղիղ ասել է։ Նա նաեւ ասել է, որ ինչու չէ, Եվրամիությունը կարող է այդ նախագծերում ներկայություն ունենալ եւ մասնակցել նաեւ Հայաստանի հյուսիսում, այսինքն ավտոճանապարհների կառուցման մասով։ Բայց թրիպում ամեն ինչ արդեն ասված է, զբաղված է, այնտեղ կա Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ կա Հայաստան։ Պայմանագիր։ Այո, Եվրամիությունը կուզենա այդտեղ մասնակցություն ունենալ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ուզում։ Դա ակնհայտ է։ Նաև կան հակասություններ գլոբալ քաղաքականությունում, եւ մենք դա տեսնում ենք Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ, դա էլ է նորմալ։ Եվ շատ դեպքերում ԱՄՆ-ն օգտագործում է Ռուսաստանին Եվրամիության դեմ, Եվրամիության տնտեսական ամբիցիաները սանձելու նպատակով։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց այո, ես համամիտ եմ, որ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում այս հարցում կա կոնսենսուս, եւ այդ կոնսենսուսի հիմքում ընկած է պարզ պատճառահետևանքային կապը։ Եվ Եվրամիությունը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը այստեղ թուլանա, Ռուսաստանը այդտեղից դուրս գա, եւ Ռուսաստանը այլևս այստեղ դեստրուկտիվ, ապակառուցողական գործոն այլևս չլինի, որպեսզի տարածաշրջանը բացվի եւ սկսի աշխատել բոլորի համար, ինչու՞մ կա ընդհանուր կոնսենսուս։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան, ձեր շատ կարևոր դիտարկումները եւ մեկնաբանությունները եւ գնահատականները մեր հարգարժան հետևորդներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու ձեր առաջին եւ հուսամ ոչ վերջին հարցազրույցում
Ռուբեն Մեհրաբյան թոքս ալիքին ամենայն բարիք մինչ նոր հանդիպում։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Հաջողություն։ Համենք զրուցեցինք մեր գործընկերոջ հետ, բաժանորդագրվեք Ռուբեն Մեհրաբյան թոքս ալիքին, լայքեք, մեկնաբանեք, գրեք ձեր կարծիքը, ձեր համաձայնության եւ անհամաձայնության մասին, քննադատեք, կոշտ, թեկուզ, բայց կոռեկտ, սեղմեք զանգակը, որպեսզի տեղյակ լինեք մեր հետագա թողարկումներից։ Մինչ նոր հանդիպում, խաղաղություն եւ ամենայն բարիք։